Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Զինուժ» հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Նախ պաշտոնական տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ։ Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է Մարշալ Բաղրամյան հուշամեդալով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Այսօր Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչությունում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին զինված ուժերի իրավապահ կառույցների 2010 թվականի գործունեության արդյունքները և նախանշվեցին 2011 թվականի խնդիրները։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Զինված ուժերի իրավապահ մարմինների կատարած աշխատանքների համատեղ ամփոփմանը նվիրված իր ձևաչափով առաջին անգամ անցկացված խորհրդակցությունը, որին մասնակցում էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արա Նազարյանը, ինչպես նաև նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, վարում էր Պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը։ Խորհրդակցության նպատակն ինչպես նախորդ տարվա կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումը, այնպես էլ 2011 թվականի խնդիրների, անելիքների և առաջարկների քննարկումն էր։ 2010 թվականին բանակում արձանագրված դեպքերի, հանցագործությունների, կարգապահության ամրապնդմանն ուղղված և կանխարգելիչ միջոցառումների վիճակագրական վերլուծությանն իր հաշվետու զեկույցում անդրադարձավ ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արամ Տեր-Սահակյանը։ Թեև 2010 թվականին զինված ուժերում գրանցված դեպքերին, այնուամենայնիվ բանակում քրեական իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի։ Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է համալիր գործողությունների ծրագիր, տարեցտարի բարելավվում է համագործակցությունը զորամասերի և իրավապահ մարմինների հետ։ Ըստ ռազմական ոստիկանապետի, իր ղեկավարած կառույցն այսուհետևս կանի ամենայն հնարավորը առաջադրված խնդիրները պատշաճ կատարելու համար։ 2010 թվականին քննչական ոլորտում կատարված աշխատանքներն էլ ներկայացրեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Անդրադառնալով մեղադրական եզրակացությամբ դատարաններ ուղարկված, կյանքին և առողջությանը, անձի պատվին և արժանապատվությանն ուղղված, ինչպես նաև այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին, գեներալ-մայոր Հարությունյանը ներկայացրեց նաև որոշ առաջարկներ ծառայությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Ողջունելով ներկաներին և միջոցառման անցկացման նախաձեռնությունը, գլխավոր զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ զինված ուժերում հանցագործության առկայությունը լուրջ անդրադարձ է ունենում հասարակության վրա։ Բացասական երևույթները զինված ուժեր ներթափանցում են հասարակությունից, առանձին դեպքերում տեղի է ունենում նաև հակառակը, և պետք է առավել ամուր հիմքերի վրա դրվի հասարակություն-իրավապահ ոլորտ համագործակցությունը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ, շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և զինվորական բարեկրթության պահպանման վրա։ Նախարարն ասաց, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են Պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության կենտրոնում, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան, բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը։ Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած Զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին։ Բնական եմ համարում զինված ուժերի նկատմամբ հասարակության ուշադրությունը, մանավանդ կանոնադրական հարաբերությունների խախտման ժամանակ նաև համապատասխան կառուցողական քննադատությունը։ Ես չափազանց մեծ եմ գնահատում Արցախյան պատերազմի մասնակիցների դերը և միևնույն ժամանակ էլ գտնում եմ, որ հասարակության ընկալումները ճիշտ են, որ Արցախյան պատերազմի մասնակիցները պետք է օրինակելի լինեն իրենց վարքով և իրենց գործողություններով։ Գտնում եմ, որ ընդհանուր առմամբ նման իրավիճակներից դուրս գալու երգը նաև զինվորական ծառայության նկատմամբ հասարակության մեջ հարգանքի նաև ձևավորումն է, որովհետև նման ձևով մենք կարող ենք ստեղծել նաև վստահության դաշտ, որը կնպաստի զինվորականների կողմից իրենց պարտականությունների և կատարմանը և ընդհանուր առմամբ մեր երկրի պաշտպանունակության բարձրացման խնդիրներին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զինված ուժերի երկարաժամկետ զարգացման համար կարևոր է համարել բարեփոխումների պատշաճ իրականացումը, նշելով, որ բարեփոխված զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի ու հատկապես սպայի ծառայությունը նոր չափանիշների վրա է լինելու։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության նախագահի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ նախաձեռնվել են բարեփոխումներ եւ այդ բարեփոխումների ընթացքը արդեն իսկ իր արդյունքները տալիս է եւ կարծում եմ, որ հասարակության մեջ մոտակա ժամանակներս դա նաեւ երևալու է։ Զինված ուժերի երկարաժամկետ զարգացումը ապահովելու համար մենք մեծ դեր ենք տալիս ռազմակրթական հարցերին, որը ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրերի մեջ եւ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների ցանկի մեջ։ Ազգային բանակի մարտական պատրաստությունը, որն ամրապնդվում, զարգանում եւ կատարելագործվում է ուսումնական փուլերի շրջանակներում, շարունակական գործընթաց է։ Եվ ահա այս շաբաթ հունվարի 11-ին ազգային բանակում տրվեց 2011 թվականի ուսումնական տարվա մեկնարկը։ Մեր նկարանող խմբերն ուսումնական տարվա ձմեռային փուլի մեկնարկը լուսաբանելու նպատակով եղել են զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներում։ Իդեպ ձմեռային փուլի մեկնարկի կապակցությամբ զորամասերում կազմակերպել էին հանդիսավոր միջոցառումներ։ Իսկ հրետանային զորամասերից մեկում կայացած հանդիսությանը ներկայ եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հունվարի 11 տոնական օր ազգային բանակի բոլոր զինծառայողների համար։ Այդ օրը զինված ուժերի զորամասերում ահա այսպիսի հանդիսավոր միջոցառումներով մեկնարկեց նոր ուսումնական տարվա ձմեռային փուլը։ Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Հատկապես սպայական եւ կրտսեր հրամանատարական կազմը մեկնարկից անմիջապես հետո սկսում է լիարժեքորեն ու ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել եւ իրականացնել ուսումնական գործընթացը։ Ծրագրով նախատեսված բոլոր դասընթացների, պարապմունքների եւ միջոցառումների շրջանակում զինվորներին տալով այն անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի վերջիններս հստակորեն յուրացնեն զինվորական ծառայության պահանջները։ Եվ գաղտնիք չէ, որ քաղաքացիական կյանքից բանակ զորակոչված երիտասարդը հենց ուսումնական գործընթացի ժամանակ է կոփվում, ձեռք բերում զինվորական մասնագիտություն, համապատասխան գիտելիքներ ու կարողություններ, ստանձնելով հայրենիքի պաշտպանի սուրբ գործը։ Նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ հունվարի 11-ին զինված ուժերի հրետանային զորամասերից մեկն էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելով զինանձնակազմին եւ նշելով, որ յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներից ու մարտական պատրաստությունից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը, նախարարն ընդգծել է, որ ուսումնական գործընթացը, որը զինված ուժերի մարտական պատրաստության կարևոր բաղադրիչն է, 2011 թվականին լինելու է Պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Մարտական պատրաստության ողջ ընթացքը պետք է ուղղված լինի, որպեսզի զորամասի հրամանատարից, սպայական կազմից մինչև սերժանտներ եւ զինվորներ իրենց մարտունակության, իրենց ունակությունների վրա լուրջ աշխատանքներ տանեն, հասկանալով, որ ոչ միայն ձեր զորամասի, այլ նաև յուրաքանչյուր ստորաբաժանման, յուրաքանչյուր անհատ զինվորի անհատական պատրաստության մակարդակից է, որ ընդհանրացվում եւ կերտվում է մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը։ Յուրաքանչյուր ուսումնական փուլ իր հետ բերում է նոր առաջադրանքներ եւ խնդիրներ։ Զինված ուժերի զորամասերը կրկին լծվում են ուսումնական փուլի պահանջները լիարժեքորեն կատարելու գործին։ Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները։ Այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդում ու կատարելագործում իր մարտավարամասնագիտական գիտելիքներն ու ունակությունները։ Լինես հրաձիգ, տանկիստ, կապավոր թե հրետանավոր, պետք է ամենայն լրջությամբ մոտենաս մասնագիտությանդ, խորապես յուրացնես նրա նրբություններն ու առանձնահատկությունները, ձեռք բերես անհրաժեշտ ունակություններ։ Նախադրյալներ, որոնք ձևավորվում են հենց ուսումնական գործընթացի շրջանակներում։ Զինուշ հեռուստածրագիրը նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ շնորհավորում է ազգային բանակի զինծառայողներին ու մաղթում հաջողություններով լի արգասաբեր ուսումնական գործընթաց։ 2011 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային արարողություններին մասնակցել է նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Աշխատանքային շրջայցի շրջանակներում գլխավոր շտաբի պետը եղել է զինված ուժերի մի շարք զորամասերում, հետևել ուսումնական փուլի շրջանակներում ընթացող պարապմունքներին։ Հունվարի 11-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց զինված ուժերի 2011 թվականի առաջին ուսումնական փուլը։
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ենթակազորամասերում կազմակերպվեցին եւ անցկացվեցին ուսումնական փուլի մեկնարկն ազդարարող հանդիսավոր միտինգներ։ Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաեւ ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղղելու նպատակով Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելեց մի շարք զորամասեր, հետևեց ուսումնական փուլի շրջանակներում ընթացող տեսական եւ գործնական դասաժամերին։ Ամփոփելով անցած 2010 թվականի արդյունքները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշեց, որ վերոհիշյալ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարվել զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև նոր թափ կհաղորդի ազգային բանակի մարտունակությունը բարձրացնելու կոչված բարեփոխումների ծրագրին, գեներալ-գնդապետը զինծառայողներին մաղթեց նորանոր նվաճումներ, ձեռքբերումներ եւ հաջողություններ։ Դիմելով զինծառայողներին գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հիշեցրեց, որ ներկայիս փխրուն խաղաղությունը ձեռք է բերվել ազգի սերուցքը կազմող նվիրյալների անձնազոհության շնորհիվ։ Ըստ այդմ, բոլորի սրբազան պարտքն է յուրաքանչյուր ուսումնական փուլի շրջանակում առնվազն 1 աստիճանով բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը։ Հակառակորդը քնած չէ եւ ուշի ուշով հետևում է ազգային բանակում ընթացող գործընթացներին, նկատեց Յուրի Խաչատուրովը։ Այդ առումով յուրաքանչյուրիս համար պարզից էլ պարզ պետք է լինի, որ վերջինիս հնարավոր ագրեսիային հակազդող միակ զսպաշապիկը հայկական զինված ուժերի մարտական պատրաստության աստիճանն է։ Ըստ այդմ յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացմանը։ Իսկ դա, ինչպես նշեց գեներալ-գնդապետը, անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից եւ գիտելիքներից։ Ձեզ ասեմ, գրվից վատ բան կյանքում ոչ մի բան չկա։ Գրիվը ամենավատ բան է։ Որ այդ վատ բանը չի գա մեր հայրենիք, մենք պետք է ամեն նոր լավ պատրաստենք գրվի համար։ Ձմեռային ուսումնական փուլի շրջանակներում վերսկսված դասընթացների ընթացքին ծանոթանալու նպատակով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղավ նաև հակաօդային պաշտպանության եւ հրետանային զորամասերում, որտեղ անձամբ հետևեց դասընթացների շրջանակներում անցկացվող ուսումնական տագնապներին։ Աշխատանքային բազմաբովանդակ շրջայցի շրջանակներում գեներալ-գնդապետը հետաքրքրվեց նաև սպաներին հուզող հարցերով, լսեց ուսումնական գործընթացի արդյունավետության, ինչպես նաև ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանի բարձրացմանը միտված նրանց առաջարկությունները։ Հունվարի 11-ին Պաշտպանության բանակում նույնպես մեկնարկեց 2011 թվականի ձմեռային ուսումնական փուլը։ Այդ արդիվ զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը։ Հունվարի 11-ին կապված բանակային 2011 թվականի ուսումնական տարվա մեկնարկի հետ Պաշտպանության բանակի բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում տիրում էր տոնական տրամադրություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զինանձնակազմին շնորհավորեց սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում։ Այստեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը։ Վերջինս դիմելով զինծառայողներին խոսեց զորամասի փառավոր պատերազմական անցյալի եւ բանակաշինության գործում ունեցած ձեռքբերումների մասին, նշելով, որ դրանք պարտավորեցնում են յուրաքանչյուր տարի եզրափակել հպարտանալու արժանի արդյունքներով։ Խորհրդանշական է, որ ուսումնական տարվա մեկնարկային միջոցառման ժամանակ խրախուսվեցին այն բոլոր զինծառայողները, ծառայություններն ու ստորաբաժանումները, որոնք առավել բարձր արդյունքներ են ցուցաբերել 2010 թվականի ընթացքում։ Իսկ դա օրինակ եւ ուղեցույց է մյուս բոլորի համար առաջիկայում գործելու շատ ավելի նպատակային ու եռանդով։ Բանակային ուսումնական տարվա մեկնարկին նվիրված արարողակարգը եզրափակվեց զինծառայողների հանդիսավոր շարանցումով։ Նախուզում եմ առիթ օգտագործել եւս մեկ անգամ շնորհավորել բանակի ողջ ազնագազմի նոր ուսումնական տարվա սկսման կապակցությամբ, կարևորել այս տարվա ուսումնական process-ը, որտեղ այս տարի մեր առջև բավական լուրջ խնդիրներ եք դրել, առաջին հերթին մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրների իրականացման ուղղությամբ, մարտական պատրաստականության կատարելագործման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահ